Աշխարհին շախմատային լեգենդներ տված Հայաստանում մտահոգիչ գործընթացներ են սկսվել։ Հետաքրքրությունը նվազում է, ֆինանսները ևս։ Շախմատային գերտերության համբավ ունեցող երկիրը կարծես խաղատախտակին նահանջ է գրանցում։ Խնդիրը նրանումն է, որ այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարզիչ լինելով ավելի շատ գումար են կարողանում աշխատել, քան խաղալով։ Ես կարծում եմ, որ այդ երիտասարդ տարիքում իրանք պարզապես պետք է մի փոքր, ոնց ասեմ, գնան իրենց երազանքների, նպատակների հետևից, այլ ոչ թե փող աշխատելու։ Գաբրիել Սարգսյանը նշում է, որ նախկինում պետությունը կանգնած էր շախմատի կողքին, սակայն այսօր այդ ուշադրությունը զգալիորեն նվազել է։ Պետությունը ինչ պիտի անի, պետությունը ոչ խանգարի արդեն շատ լավ է։ Ես կարծում եմ իրանք ինչ-որ հոգեբանական խնդիրներ ունեն շախմատի հետ կապված, ես չգիտեմ ինչով է պայմանավորված, կարող է որ ժամանակին ընդդիմադիր են եղել, շախմատային հաջողությունները իրանք կապել են նախկին իշխանության հետ, դրա համար ինչ-որ իրենց մոտ հոգեբանական խնդիրներ կա շախմատի հետ կապված, իրենք ոչ մի ձև չեն կարող ընկալեն։ Ֆեդերացիայի ֆինանսավորումը այս տարի կրճատվել է 10 միլիոն դրամով, ինչը դժվարացնում է ոչ միայն ֆեդերացիայի գործունեությունը, այլև երիտասարդ սերնդի ներգրավումը։ Ֆինանսավորման պակասը միայն նյութական խնդիր չէ, այն ազդում է նաև հասարակության վերաբերմունքի վրա։ Երիտասարդները դանդաղ կորցնում են հետաքրքրությունը շախմատի նկատմամբ եւ երկիրը կարող է զրկվել այն հաջողությունից, որոնք տարիներ շարունակ ունեցել է։ Լպիտյանը, որ ասել է 10 միլիոն կրճատել են, դա ուղղակի ամոթ է, շատացնելու տեղը կրճատում են, չասեմ, դա իրանց խնդիրն է, կարծում եմ մենք խնդիր չենք ունենա, միևնույն է մենք հաջողություններ կունենանք, գումարը քիչ լինի, շատ լինի, դա մեր համար այդքան էլ էական չի։ Ուղղակի խնդիրը նրանում է նաև, որ երբ որ մենք հաջողություն ենք ունենում, իրանք դրանից սկսում են մեզ կանչում են, հանդիպումներ են ունենում, փորձում են նաև ցույց տալ, որ իրանք ինչ-որ աշխատանք են արել, իսկ իրականությունը նաև, որ իրանք գումարները կրճատում են, բայց մենք անգամ այդ պարագայում կարողանում ենք որոշակի հաջողությունների հասնել։ Զրուցակիցս նշում է, որ նույն խնդիրները առկա են նաև դպրոցներում։ Արդեն 14 տարի է Հայաստանի դպրոցներում շախմատը պարտադիր ուսուցման ծրագրում է։ Սակայն հաճախ այն դասավանդում են ոչ մասնագետներ, իսկ խնդրի հիմքում կրկին ցածր վարձատրությունն է։ Աշխատավարձները շատ ցածր են դասատուների, բարձր մակարդակի մասնագետները չեն ուզում շախմատի դասատու դառնան ու շատ հաճախ շատ դպրոցներում ուրիշ առարկայի դասատուներն են զբաղվում, ինչը այդ արդյունքը չի տալի, ինչ որ մենք ենք ուզում։ Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի կազմում հանդես եկող Լևոն Արոնյանի Հայաստանից հեռանալու պատճառն էլ ըստ էության շախմատիստների հանդեպ պետական վերաբերմունքն էր կամ դրա բացակայությունը։ Նա սակայն հայրենիքից նեղացած չէ։ Հիմա Բարսելոնում այդպես է ստացվել, դա որոշում է, դա պետության որոշումն է, պետությունն է որոշում ոնց առաջ գնա, հիմա չեն կարող ասենք իրանց որոշումը ճիշտ է, մեր համար իրանց որոշումը սխալ է, իրանց համար ճիշտ է, հիմա պատմությունը ցույց կտա դա ոնց է։ Իմ համար կարևորը նա է, որ ես էլ Հենրիկն էլ, որին շատ հարգում եւ սիրում եմ, երկուսս էլ շարունակում ենք ոնց որ մեր ազգի համար ոնց որ պայքարենք եւ աջակցենք։ Դա է։ Իսկ եթե դու կանես դա դրսից, դու կանես դա ներսից, դա տարբեր ոնց որ հնարավորություններ են։ Արոնյանը այսօր էլ պահում է կապը Հայաստանի հավաքականի շախմատիստների հետ եւ ամեն ինչ անում է, որ նրանք ամենաբարձր միջազգային հարթակներում հայտնվեն, բայց այս հարցում նաեւ պետական աջակցություն է անհրաժեշտ։ Եթե պետությունը ուզում է շախմատին աջակցել երկրում, դրա համար ներդրումներ են պետք։ Հնարավոր չէ պայքարել Հնդկաստանի պես հզոր երկրի կամ Ամերիկայի պես հզոր երկրի կամ Չինաստանի պես հզոր երկրի դեմ, եթե դու չունես ինչ-որ ֆինանսական աջակցություն։ Եվ դա երիտասարդական շախմատում շատ կարևոր է եւ դա պետք է լինի։ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը չի կարող կորցնել իր դիրքերը շախմատային քարտեզի վրա, որովհետև հայկական շախմատը ունի ստեղծված հարուստ պատմություն։ Շախմատը Հայաստանում ազգային մարզաձև է, որտեղ մշտապես ունենալու ենք հաջողություններ։ Սվետլանա Պետրոսյան, Սամվել Իսրայելյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։
Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am